Ամենայն դեպս ձեզ գոհացնում են, որովհետև վարչապետը հայտարարում էր, որ դուք ակնկալում եք սահմանադրական ենք ձևավորելու այդքան բավարարում է։ Բայց ամենայն դեպս կան որոշակի պաշտոններում ընտրության հարց, սահմանադրությունը հանրաքվեի դնելու, սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցերը այդ ժամանակ կզբաղվենք այդ հարցերի լուծումներով։ Համենայն դեպս դուք գոհ եք այս արդյունքներից, թե ավելին եք ակնկալում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթել է խորհրդանական ընտրություններում։ Բայց Փաշինյանի ասած փաստորեն 65% ավելի չեմ կարողացել։ Այո։ Ինչի՞ չկարողացան։ Մասին է խոսքը։ Այդ հարյուրավոր ընտրակաշառքի դեպքերի մասին։ Ընդդիմությունն էլ իշխանությանն է մեղադրում, որ ճնշումներ են եղել։ Մեղադրանքները հիմնավորելու ոչինչ է հնարավորություն չունի, իսկ բազմաթիվ հարյուրներով քրեական գործեր կա եւ կալանավորված։ Բայց դրանք նախաքննության փուլում գտնվող գործեր են, դատարանում դրանք նախաքննության փուլում գտնվող։ Դուք համարում եք, որ դրանք բավարար ապացույցներ են։ Իրավական գնահատականը ժամանակին կտրվի իրավապահների կողմից, բայց ժողովրդին դա տեսանելի է ամբողջությամբ բոլոր համայնքներում տեսանել է եղել այդ գործողությունները։ Պարոն Խալոմյան, նաև մենք երեք տեսանք, որ կեսգիշերին դեռ ընտրում էին ընդդիմությունը խոսում է վարչական ռեսուրսի կիրառման մասին, ոչինչ չունեք ասել։ Մենք վարչական ռեսուրս չենք կիրառել։ Իսկ կեսգիշերին ընտրությունը։ Դուք տեսել եք այդ քվեարկության կադրերը։ Որ զինվորները եւ կեսգիշերին քվեարկում էին Սյունիքում Կեսգիշերին, կեսգիշերը 12:00-ն է։ 8-ից հետո քվեարկություն եղել է ամեն դեպքում։ Չեմ կարծում, դες բան չի կարելի։ Իսկ դա պարոն Ղալոմյան ցուցում չէ, երբ որ դեռ քվեաթերթիկները ամբողջապես չեն հաշված եւ Փաշինյանը արդեն հայտարարում է, որ ինքը մեծամասնությունն է կազմել հաղթել է եւ այլն, այսինքն ԿՂՀ-ի ուղիղ ցուցում չի, այս ամենը։ Վարչապետ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբում մեր վստահված անձերի հաղորդած տվյալների հիման վրա հայտարարել է, որ մենք հաղթել ենք եւ այդ տվյալները հաստատվել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ավարտվել են եւ մենք ունեցել ենք մեր վստահված։ Բայց կենտրոնական ընտրականը չէ, կարծիքը չէ, 10% էր միայն կամ մի քիչ ավելի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակում այն տվյալները, որի արձանագրությունները ինքը ունի, իսկ վստահված անձերը միջև հանձնաժողովների վերջնական եզրակացություն ունենում են տվյալներ, որոնց արդյունքում մենք հաղթող ենք ճանաչվել, կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները դրա հետ համընկնում։ Համենայն դեպս վարչապետ Փաշինյանը չի շտապել, օրինակ ընդդիմությունը կարծում է, որ ինքը իր լիազորությունները ընդդիմությունը իր կարծիքն արտահայտելու հնարավորություն ունի։ Անցել է։ Մենք հայտարարել ենք մեր նախընտրական շտաբում մեր վստահված անձերի տված տվյալների հիման։ Պարոն Ղալոմյան, հնարավոր է իշխանական քաղաքացիական պայմանագիրը հրաժարվի սահմանադրության փոփոխությունների նախագիծ կամ նոր սահմանադրության նախագիծ ներողություն կարելի է առաջին գնեմ, շատ եք առաջին գնում։ Հրաժարվի եք մտքից։ Դուք կարծում եք սպասում եք, որ Ռուսաստանի կողմից եւս շնորհավորանք կլինի կամ ինչ արձագանք մենք անց ենք կացրել ազատ, արդար, ժողովրդական ընտրություններ եւ կարծում եմ բոլորն եք շնորհավորեն։ Հիասթափված եք պարոն Ղալոմյան, պատրաստ եք սպասումները չիրականացնել։ Հիասթափված չեմ, հիասթափված եմ ընդդիմության գործելավորչից, ընտրակաշառքների այդ փաթեթներով դեպքերից։ Բայց ամեն դեպքում հաստատի դուք չեք ստացել այն աջակցությունը, որ ակնկալում եք։ Մենք միանձնյա ձևավորելու ենք կառավարություն, միանձնյա։ Բայց ընդհանրապես դա էր ձեր ակնկալիքը, վարչապետ Փաշինյանը այլ ակնկալիք ուներ սահմանադրական մեծամասնության, այսինքն այն բոլոր օրենքները։ Եթե այլ հարցեր ունեք, անդադ նույն հարցը։ Սահմանադրական։ Անդադ նույն հարցը 7 ռակուրսից տալիս եք, եթե այլ հարց ունեք, խնդրեմ։ Սահմանադրության հետ կապված նշեցիք, որ դեռ մտածելու եք եկեղեցու հետ կապված ինչ ծրագրեր ունեք, արդյոք եկեղեցու ծրագիրը ազգային ժողովի ծրագրերի հետ կապ չունի։ Կոնկրետ երեկվա հետ կապված հարցեր ունեք, խնդրեմ, վեհապար։ Արդեն ներողություն, արդեն կա ապագա կառավարության